Ինչպիսի դիրքորոշում ունի Ռուսաստանը մեր նկատմամբ, մեր պետության նկատմամբ։ Երևի թե նորմալ, որովհետև ինչքան որ հասկանում ենք, դեր մեր նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառել, ոնց որ մյուս երկրների հանդեպ։ Դա նշանակում է, որ մեր հետ պարիտրացիական հարաբերությունների մեջ է դեռ։ Ռուսաստանը կարող է մեր նկատմամբ պատժամիջոցներ կիրառել կամ որպես երկրների նկատմամբ է կիրառել։ Գազը անջատեստա պատժամիջոց չէ կամ թանկացնել, ինչ որ մյուսներին թանկ գնով է տալիս։ Դրանից է պատժամիջոց էլ ոնց կլինի։ Իսկ ՀԱՊԿ անդամ պետություն Հայաստանը պետք է շարունակի լինել է դեպքում։ Ոչ։ Որովհետև եթե ՀԱՊԿ անդամ պետության մեջ ենք մենք հիմա ու ի վնաս մեր պետության է կորզում այդ օրենքները, ինչի համար էլ մնա։ Ինչպես է օտից կախված վիճակ է, այսինքն ոչ դուրս է եկած, ոչ մեջն է։ Այդ օրոքուտը որն է, որ ոչ դուրսն է, ոչ ներսն է, ասենք անունը ինչ ենք դրել։ Դի կողմնորոշվին, չէ, կամ դուրս ենք գալիս, կամ մնում ենք։ Այսինքն մեր երկրում ամեն ինչը հարցականներով է, հստակ ոչինչ չկա, անգամ ընդունած օրենքը։ Իսկ ինչ է կարծում Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը որ ուղղությամբ պետք է լինի։ Ինչպես պետք է մենք արտաքին քաղաքական դաշտում նաև դիրքավորվենք։ Իշքան որ ինձ պարզ տարավես ընթացքում ոչ մեկի վրա հույս չի կարելի տանել։ Անկամ Ուկրաինայի այս պատմությունը մեզ թող դաս լինի, որովհետև տեսանք իրա թիկունքի կանգնած պետությունները այսօր ինչ արեցին Ուկրաինայի գլխին։ Այսինքն ինչ ձեզ թվում է մեր նման փոքր պետությունը կարող է այնքան դիրք ունենա աշխարհում, որ Ուկրաինայից ավելի դիրքով լինի, որ իր նկատմամբ իր ուզածը ասենք կարողանա կադար աձել, հա Ուկրաինայի պես հզոր պետության է այսօր աշխարհը մենակ թողեց։ Ճիշտ է։ Մենք ով ենք որ մեզ մենակ չթողնեն։ Չկան աշխարհում պետություններ փոքր, որոնք պաշտպանում են իրենց սուվերենությունը, պաշտպանում են իրենց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը։ Օրինակ վերցնենք Իսրայելը, չէ, հասկացավոր եք տանում, բայց Իսրայելը որպես այդպիսին իրանով ոչ մի հարց չի կարող լուծել առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Այսինքն ինքը թեկուզ այս պատերազմն որ ծավալել է, իր ուժերով չի ծավալել, չէ, վերջը Ամերիկան է հարցից ենք այդ գլուխը կանգնած ինքն է հարց լուծողը։ Ուրեմն մենք էլ դինրենք մեզ նման պարտնյոր, չէ, որովհետեւ կարողանանք մեր խոսքը առաջ տանենք։ Արևմուտքին մեզ աջակից համարում եք։ Ոչ ոքի չեմ համարում։ Մենք հույսերս պիտի մեր վրա տնենք։ Մեզ ոչ Ռուսաստանը այդ հարցում կօգնի, ոչ Արևմուտքը, ոչ Եվրոպան, ոչ մեկը։ Մենք պիտի հզորանանք, հզոր բանակ ունենանք, մեր պետությունը զարգանա տնտեսապես, որ կարողանանք ինչ որ արդյունքի հասնել։ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ գագաթնաժողովներին, նիստերին, այս վերջինն էլ, հա, նոյեմբերի 26-ից 27-ներ Բիշկեքում, որ անցկացվում էր, վարչապետ Փաշինյանը կրկին չէր մասնակցել, ուզում եմ հասկանալ, որպես քաղաքացի դուք ինչ դիրքորոշում ունեք։ Դի վարչապետ ունենանք, որ մասնակցի։ Չունենք մենք վարչապետ։ Չէ։ Ինչու։ Որտեվ չունենք։ Մեզ այտենց էլ է ձեր տալիս։ Այսինքն դժգոհ եք իշխանությունների վարած քաղաքականությունից։ Ուրա իշխանություն։ Խնդրում եմ կհիմնավորեք ինչն է հատկապես ձեզ որպես քաղաքացի մտահոգում։ Ամեն ինչը։ Ամեն ինչը։ ՀԱՊԿ-ի բաները զգացինք առավելությունները։ Որ անդամ ենք ինչ ստացանք, ոչինչ։ Տեսեք, նախորդ տարի վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը դե ֆակտո հա սառեցրել է իր անդամակցությունը այս կառույցին եւ տարբեր ժամանակահատվածներում անցկացվող գագաթնաժողովների նիստերին նաեւ Հայաստանը չի մասնակցում, վարչապետը չի գնում այդ նիստերին։ Ոնց որ ասում են, փաստացի կա, բայց ոչ մի բան չկա այդ։ Դա ինչ է նշանակում։ Եթե դուրս ես գա, դուրս արի, ոչ թե այդպես ոնց որ մոկնու կատու խաղալ։ Չէ։ Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկայիս վիճակը ինչպես է գնահատում։ Ոչ բավարար։ Ինչ առումով։ Ոչ մի լավ բան չեմ տեսնում, ոչ մի լավ բան։ Բացի խառնելուց, ընտրությունների դա, ես գիտեմ ինչա, կաթողիկոսի դա, թող ամեն երկիր իր հարցերը ինքը լուծի, ոչ թե խառնվի։ Իմ կարծիքն է։ Այսինքն Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկեր դուք որպես չեք դիկնարկում։ Չեմ քննարկում, այո։ Մեր գործընկեր չի։ Բացի վատից մենք ոչինչ չենք ստացել։ Ինձ թվում է մեր միակ հույսը այդ ՀԱՊԿ-ն է լինելու։ Միակ հույսը ասելով ինչ նկատի ունեք։ Արդյոք այս տարիների ընթացքում ՀԱՊԿ-ը ցույց է տվել իր գործունակությունը, աջակցել է Հայաստանին տարբեր լարված իրավիճակներում։ Ամեն մեկն էլ իր շահն է պաշտպանում, հնարավոր է որ չի աջակցել, բայց
այդ բան երևի ճիշտ ասած իր շահը չի գտել, դրա այդ պատճառով էլի չի համագործակցել։ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկեր համարում եք դուք։ Համարում եմ, այո, իհարկե։ Որովհետև լիքը դեպքեր ա եղել էլի, որ ոնց որ թե օգնել է էլի ինքը։ Օրինակ, խնդրում եմ, մեկը որն է, որը որ մտապահել եք, մեկը որ հիշում եք։ Դե որը որ կհիշեմ, այսպես նախ պատերազմը դեռ շատ չի անցել էլի, նախ բոլորս կհիշենք, պատերազմի ընթացքում հաստատ օգնել է էլի մեզ, հնարավոր է ոչ բոլորն են տեղակ դրա մասին, բայց հաստատ օգնել է էլի։ Այդ ժամանակ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև կնքվեց նոյեմբերի 9-ի երրակողմ փաստաթուղթը եւ ըստ ձեզ, եթե դուք ասում եք օրինակ 44 օրյա պատերազմի ժամանակ մեզ օգնել է, այդ փաստաթուղթը արդյոք բխում էր Հայաստանի շահերից այդ ժամանակ եւ նաեւ հիմա, որովհետեւ դա առ ոչինչ չի համարվել առայժմ։ Ինձ թվում է չի բխում Հայաստանի շահերից, բայց ոնց որ թե ասած կոպիտ ասած մենք չենք էլի այդ որոշումը կայացրել։ Ռուսաստանի հետ մենք համերաշխ ապրել ենք, կարանք, շարունակենք ապրենք։ Իմ կարծիքով, որ մի քիչ Ռուսաստանին մեղադրում են, այդքան էլ մեղադրել պետք չէ։ Մեր ղեկավարությունից էլ է շատ կախվածել է։ Քո տան մեջ առաջինը դու պետք է կարգ ու կանոն ստեղծես։ Ուրիշին այդքան մեղադրել պետք չէ։ Ուրիշին ինչ կանում են, բոլորն էլ իրանց շահերն են պաշտպանում։ Ռուսաստանին մեր ռազմավարական գործընկերը համարում եք արդյոք։ Քիչ դժվար հարց է, բայց այսօր որ նայում եմ, ես մտածում եմ, ես փոքր երկիր է։ Դրա համար անհնար է, որ ինքնագլուխ ապրի այս երկիրը։ Ասենք միշտ պետքա մեկը ինչ որ կողքից ղեկավարի կողից, անհնար է։ Կան այլ փոքր երկրներ, որոնք ինքնուրույն վարում են իրենց քաղաքականությունը եւ իրենց սուվերենության նկատմամբ որևէ ոտնձգություն չի լինում։ Բոլորն է կախվածություն ունեն։ Բայց եթե մտածում ես այդպես է, այն ավելի լավ է մենք Ռուսի հետ ապրել ենք, էլի։ Ռուսաստանի հետ հարաբերություններն ինչպես եք գնահատում։ Դե ոչ նորմալ կարելի ասել։ Մեր կողմից ոչ նորմալ, թե ռուսական կողմից։ Ռուսական կողմից։ Ռուսական կողմից ոչ նորմալ է։ Ձեզ համար օրինակ որպես քաղաքացի ինչն է ամենաշատը, հա, այսպես նաև ասած վրթովեցնում Ռուսաստանի ворթեգրած դիրքորոշման մեջ մեր նկատմամբ, մեր պետության նկատմամբ։ Իրանք ճիշտ որոշում չկայացրին, էլի։ 44 օրյա պատերազմը ճիշտ որոշում չկայացրին։ Հիմա էլ ներքին բաներ են անում, էլի, ավելորդ բաներ են անում, խաղեր են տանում։ Իսկ այդ դեպքում արկա իրավիճակում Հայաստանի քաղաքական վեկտորը ինչպիսին պետք է լինի։ Որ ուղղությամբ պետք է գնահատել։ Խելացի պետք է անեն, էլի, սաղ հետ լավ պետք է անեն, ինչքան խելացի վարեն, այդքան ճիշտ կլինի։ Ինչ կարծիք ունեք Հայաստան-ՀԱԲ հարաբերությունների մասին։ Պետք է մենք շարունակենք լինել այդ դաշինքի անդամ, թե ոչ։ Միգուցե եւ այո, միգուցե եւ այո։ Ինչու եք այդպես կարծում։ Որտեւ այսքան տարի եղել ենք եւ դեռ կարելի է շարունակել այդ հարաբերությունները։ Կարծում եք արդյունավետ գործող կառույց է սա։ Որոշ չափով արդյունավետ գործունեություն ծավալում է ՀԱԲ հարաբերությունը Հայաստանի հետ, որոշ չափով նաեւ ոչ, որովհետեւ վերջին զարգացումները տեսնելով կարող ենք ասել որոշ հարաբերությունների թուլացում է տեղի ունեցել։ Բայց կարելի է եւս մեկ անգամ այսպես ժողովրդի լեզվով ասած լեզու գտնել եւ շարունակել բանակցությունները։ Օրինակ, որ դեպքերի, որ իրադարձությունների ժամանակ եք ՀԱԲ-ի դիրքորոշումը առ Հայաստան դրական գնահատել։ Դե օրինակի համար մինչև այս վերջին զարգացումները երկրի մի 4 տարի, հա, ետ գնանք, 4-5 տարի ամեն ինչ լավ էր կարծես թե։ Հիշելու բավականին բան կա օրինակի համար տնտեսության որոշակի զարգացումը, որը խթանված էր հանդիսանում, հա, որպես մենք այդ թիմի մեջ ընդգրկված ժողովուրդ, տնտեսության զարգացումը ես կասեմ։ Իսկ ընդհանուր առմամբ վերջին տարիների ընթացքում ինչպիսին է Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները։ Ըստ իս ասեմ երկկողմ հարաբերություններում որոշակի թուլացում եմ նկատում որպես քաղաքացի Հայաստանի Հանրապետության, քանի որ մեր ներկայիս կառավարությունը ավելի շատ Եվրոպա եւ Ամերիկա է նայում, բայց դա չի խանգարում, որ մեր ժողովուրդները նորից շփվեն իրար հետ, զարգացնեն տնտեսությունը, առևտուրը եւ առօրյա շփումները։ Այսինքն դուք կարծում եք, որ պետք է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը լինի պրոռուսական, մենք պետք է շարունակենք Ռուսաստանին դիտարկել որպես Հայաստանի ռազմաքաղաքական գործընկեր։ Ռուսաստանին կարող ենք դիտարկել որպես ուղղակի բարեկամ պետություն մեզ, հա, դաշնություն, բարեկամ դաշնություն, բայց ոչ ռազմավարական։ Ըստ իս ես որպես Արցախյան 44 օրյա պատերազմի մասնակից
արդեն կարող եմ վստահ ասել, որ պետք է հայացքները որոշակիորեն փոխել, այսինքն հույսներս դնել մեր երկրի վրա, մեր իշխանության վրա, հույսներս դնենք ավելի բարեկամական պետությունների վրա նաև։ Դա կլինի Ֆրանսիա, դա կլինի Ամերիկա, տեսեք օրինակի համար այդ ստորագրությունը եղավ երկկողմ, եռակողմ ստորագրությունը, որոշակի քանի օր է արդեն եւ ամիս դեռ կարող եմ ասել, որ խաղաղություն է, զոհ չունենք, վիրավորներ չունենք։ Նկատի ունեք Վաշինգտոնյան հռչակագիր օգոստոսի։ Այո։ Սրա համար ես չգիտեմ, ինձ համար որպես պատերազմի մասնակից դա մեծ բան է, քանի որ ես ինչ որ տեսել եմ եւ ապրել եմ, ես չեմ ցանկանա, որ ապրեն դրանք իմ եղբոր որդիները, հետագայում իմ որդիները եւ իմ բարեկամների զավակները։